շարունակական դարձնելու համար կա արձագանք, կարող հնարավոր է հանդիպում լինի սրան արձագանքեք եւս մի դա հաշվի առնելով որ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է տեքստը եւ պետք է արդեն բանակցություններ գնան ստորագրման վայրի, տեղի եւ հետագա գործընթացների մասին, որոնց հետեւելու է նաեւ վավերացման գործընթացը խորհրդաներում։ Ես պատահամարեցի, որ այս հարցերի շուրջ եւ ոչ միայն այս հարցերի շուրջ խոսել Ադրբեջանի պատգամավորների հետ, որովհետև վերջո մենք պետք է սկսենք միմյանց հետ եւ այս առաջարկ ուղարկեցի, մինչեւ այս պահը արձագանք չկա եւ ես հույս ունեմ, որ դրական արձագանք կլինի, այնուամենայնիվ դեռ որևէ ազդակ չկա Ադրբեջանի։ Դուք պատրաստ եք գնալ Բաքու, այնտեղ հանդիպել։ Ես եթե հիշում եք, իմ նամակի վերջում, իմ գրառման վերջում նշել էի, որ պատրաստ ենք օրինակ հանդիպել հայ-ադրբեջանական սահմանագծի որևէ տեղանքում։ Անանյան դուք այդ հրապարակային գրառման թե նաեւ ուղարկել Չէ, ես դա է պաշտոնական նամակ եմ ուղարկել։ Եվ երեք կրկին Ադրբեջանից անդրադարձել են խաղաղության համաձայնագրին իրենց ստորագրման այդ շանսը բաց չթողնվի։ Պարոն Խանդանյան, հնարավոր է վերջո Հայաստանը սահմանադրական փոփոխությունները արագացնի, որ այդ հաստատվի ստորագրվի։ Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի տեղ եւ վայր եւ համաձայնեցնի մեզ հետ եւ դա ստորագրվի։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխման պահանջին կամ նախապայմանին, Հայաստանը բազմիցս ասել է, որ դա լեգիտիմ պահանջ չէ, որ նախ եթե նույնիսկ Հայաստանի սահմանադրության մեջ լիներ որևէ տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, ինչը չկա, բայց նույնիսկ այդ պարագայում խաղաղության պայմանագրի տեքստը ամբողջությամբ լուծում է այդ հարցը եւ մենք ենք, որ Ադրբեջանին ասում ենք, որ պետք է օր առաջ արագացնել եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Խանդանյան, սահմանադրության փոփոխության մասին ներս այս քննարկումները որ կան, որ լինելու է 26-27-ին ամենայն հավանականությամբ կհանդրակվեն, սրա մասով ոչինչ չի փոխվի, այսինքն արագացնի մայրօրենքի։ Սա Հայաստանի ներքին հարցն է, Հայաստանի Հանրապետության եւ մեր քաղաքական ուժը գտնում է, որ անհրաժեշտություն կա նոր սահմանադրություն ընդունելու, բայց այդ սահմանադրության ընդունումը որևէ կապ չունի խաղաղության պայմանագրի բովանդակության հետ։ Պիտի համապատասխանի տարածաշրջանային չափորոշիչներին։ Սահմանադրությունը նաև պետք է բոլոր չափորոշիչներին պետք է համապատասխանի Հայաստանի դերի, տեղի, ներքին եւ արտաքին հարաբերությունների համատեքստում, բայց կրկին ես այս երկու հարցերը չեմ ուզում խաչել իրար, ինչքան էլ որ դրանք երկուսն էլ վերաբերում է սահմանադրությանը։ Պարոն Խանդանյան, ես ճիշտ հասկացա, որ դուք ասում եք, որ Հայաստանը ամեն դեպքում սահմանադրության փոփոխությունը արագացնելու օրակարգ պայմանագրի ստորագրում։ Չէ, նման հարց չի քննարկվում։ Ինչպես ասել ենք, որ ակնկալվում է, որ սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի մինչև 26 թվականի ընտրություններ եւ քանի որ օրենքը թույլ չի տալիս նաեւ սահմանադրական փոփոխություններ իրականացնել ընտրությունների հետ միասին, հավանաբար դրանից հետո երբ դա հայտնի չէ իհարկե, որովհետեւ նաեւ սահմանադրության նոր տեքստը պետք է ազգային ժողովը քվեարկի։ Խանդանյան, կարծում դա սպառնալիք է, ինչ է, երբ Բաքուն ասում է, որ պայմանագրի ստորագրման պետք է արագացնել, այդ շանսը բաց չթողնելու համար, սա Ես կարծում եմ հերթական միջոցն է ձևակերպելու ձգձգման քաղաքականությունը, առնվազն ձգձգման քաղաքականությունը Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիրը ստորագրելու։ Գերիների մասով կան երաշխիքներ, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո գերիները կվերադարձվեն, այսինքն ադրբեջանական կողմից ստացել եք որևէ հավաստիացում սրա հետ կապված։ Ինչի մասին երեք Նիկոլ Փաշինյանը ըստ էության ամբիոնից հայտարարեց։ Ես լսել եմ ինչ ասել վարչապետը եւ խոսքը ոչ թե ստացած հավաստիացման մասին էր, այն որ այս բանակցությունները եւ այս խաղաղության գործընթացը
իր բովանդակությամբ եւ ընթացքով շատ լավ միջոց է այդ հարցը լուծելու համար եւ բայց նաեւ դա չի նշանակում, որ միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ է պայմանավորված գերիների վերադարձը մնացած բոլոր դիվանագիտական գործիքակազմը օգտագործում է այդ հարցը լուծելու համար եւ դրա ժամկետները անկախ են խաղաղության պայմանագրի ստորագրման փաստից, որովհետեւ մենք կարծում ենք, որ գերիները պետք է հիմա վերադարձվեն